այդ գիրքն է, որը մի 10 օր առաջ է թարգմանվել ռուսերեն, վերնագիրը «Армянский клин на пути в Туран. Проблема Զանգեզուրского коридора», այսինքն Զանգեզուրյան կարիդորի վերջնական նպատակը Թուրան անունով մի մեծ ագրեսիվ պետության ստեղծումն է թյուրքական եւ Հայաստանը այս ամբողջում դիտարկում է որպես կլին, որպես սեփ խրված այդ ամեն ինչի մեջ եւ այս տերմինը անունը մենք չենք հնարել։ Այս տերմինի հեղինակը Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելն է, որը 1992 թվականին ասում է, որ Հայաստանը սեպի նման խրվել է թյուրքական աշխարհի մեջ եւ այստեղ գրքում Իդեպ գիրքը Հայաստանում ճանաչվել է բեսթսելեր եւ ամենաշատ վաճառված գիրքն է հայերեն տարբերակը։ Այստեղ ուրեմն գրքում կան քարտեզներ, տեսեք, սա է Զանգեզուրի միջանցքը, որը պետք է անցնի Հայաստան-Իրան սահմանով, Հայաստանը կտրելով Իրանի հետ ցամաքային ուղուց։ Դրա համար է, որ նաեւ Իրանը դեմ է արտահայտում, որտեղ Իրանն էլ կորցնում է իր ուղին դեպի Սևծով եւ այլն։ Այսինքն ոչ թե Ադրբեջանը ուզում է ճանապարհ, որպեսզի միանա Նախիջևանին, ասենք, այս հատվածով կամ այս հատվածով, այլ ուզում է անպայման ճանապարհ, որ անցնի Հայաստան-Իրան սահմանի երկայնքով, Արաքս գետի ափով եւ դրանով Հայաստանը կտրվում է իր կարևոր սահմաններից մեկին։ Այստեղ այդ թյուրքական աշխարհն է, այսպես ասած, այդ Թուրան պետությունը եւ Հայաստանը այս ամեն ինչի մեջ այսպես գտնվում է որպես սեփ խրված այդ ամեն ինչի մեջտեղում, եթե կարելի է այսպես ասել։ Եվ տեսեք, թուրքական պաշտոնական լրատվամիջոցներում, օրինակ CNN Թուրքի եւ այլն Զանգեզուրի միջանց Զանգեզուրսկի կարիդոր անունով նշված է ոչ միայն այս հատվածը, այլ ամբողջ Սյունիքի մարզը։ Եվ այսինքն սա նպատակ է ոչ թե ուղղակի այս ճանապարհը վերցնել, մոտավորապես այս ճանապարհն է, այլ ընդհանուր մարզը, ընդհանուր Սյունիքսկի օբլաստը եւ ուրեմն նույնը այստեղ նայեք, ուրեմն սա թուրքական TRT իրենց պետական հեռուստատեսության սարքած քարտեզն է, որտեղ տեսնում եք Հայաստանը եւ այս ամբողջ ռեգիոնը, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզը նշված է որպես Զանգեզուրի միջանցք։ Եվ սրանով նաև շատ ակտիվ հետաքրքրված է Թուրքիան, Թուրքիայի նախագահը, Թուրքիայի այստեղ նկարում Թուրքիայի տրանսպորտի նախարարն է, որը ցույց է տալիս թե ինչպես պետք է անցնի եւ այլն, եւ թուրքական, այսպես ասած, հիմնական կարգախոսները, որն է, որ այս կամ բանից Զանգեզուրի միջանցքի միջոցով նշվում է թուրքական աշխարհը միանում է։ Իսկն իրար են միանում բոլոր պետությունները, բայց դա ոչ թե սովորական միացում է, այլ դա ագրեսիա է ի հաշիվ ուրեմն մյուս պետությունների։